Բարի երեկո ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Շուտով մոտենում է Զատիկի տոնը, դեռ մենք ցորեն չենք աճացրել, հարգելիներս։ Նոր եմ սկսում, այսօրվանից որոշեցի, որ ցորեն արդեն աճացնեմ, որպեսզի զարդարեմ մեր Զատիկի սեղանը, գեղեցիկ ցորենով։ Հարգելի հետևորդներ ջան, ուրեմն այս ամանի մեջ եմ պատրաստում, այս գեղեցիկ շքեղ ամանի մեջ եմ պատրաստում, ցանում ցորենը ու ասեմ համ 4 տեղա, ես երկուսը անում եմ ցորեն կցանեմ, իսկ երկուսն էլ ոսպ։ Ուրեմն, սենց բամբակը նոսրացնենք ձեռքով։ Արդեն 3-ը դրել եմ, հիմա մնաց այս մեկը։ Սա էլ դնենք։ Բամբակները դրեցի։ Հիմա ձեռքով եմ անում։ Ցորենը լցնենք բամբակի վրա։ Կտնենք լուսամուտի կողքին, արև կողմ, արև շատ է սիրում բույսը, շուտ կաճի, կկանանչի, կծլի։ Հիմա հաջորդը բամբակները լավ հարթեցնենք։ Նայեք, հարգելիներս, այս երկուսը լցրեցի, շատ խիտ չեմ անում, որպեսզի հենց որ ինքը ծլեց, մի քիչ բարձրացավ, կողքերը չի երևա, կողքի բամբակները էլ չի երևա։ Հիմա ջրենք։ Հիմա անցնենք ոսպի։ Սա էլ ջրենք։
Հարգելի հետևորդներ, հələ գրեք մեկնաբանություններում տեսնեմ ոսպ ցանողներ կան։ Ես լսել եմ, որ կոտեմ աճացնում են, շատ սիրուն է լինում կոտեմով։ Նաև տեսել եմ, որ շշի վրա են կոտեմը հավաքում, բամբակով փաթաթում են, հետո կոտեմի սերմերը չեմ կարող, կոտեմի սերմեր են աճացնում վրան, անկեղծ չեմ արել, բայց տեսել եմ, շատ սիրուն է լինում, բայց գրեք տեսնեմ ոսպ ցանողներ կան, թե չէ։ Մենք միասին կհետևենք ցորենին ու ոսպին, տեսնենք ինչ ձև է ծլում, հարգելիներս։ Դե սա այսօր կթողեմ խոհանոցում հենց սեղանի առավոտյան արդեն նորից մի հատ կջրեմ, թեթև ու կդնեմ լուսամուտի կողքին։ Դե հիմա այնքան պետք է լցնենք, որպեսզի բամբակը լավ թրջվի եւ այդ թաց խոնավությունը անցնի ցորենին։ Եվ կդնենք արև կողմ, որտեղ արև կողմում համ գեղեցիկ գույն է ունենում, համ էլ շուտ է ծլում։ Այ այսպես երկու հատ էլ էստե ավելացնեմ, այ ոչ ավելացա, տեսակ ցորեն ավելացրեցի ոսպի փոխարեն։ Վայ, խառնեցի իրար։ Այսինքն ժողովուրդ ջան։ Հարգելիներս, այս անգամ այսպես կլոր սինիի մեջ եմ ծլեցնում ցորենը, որպեսզի մեր ներկած ձվերը սիրուն շարեմ ցորենի կողքերը։ Այ այսպես։ Բայց այս անգամ, հարգելի հետևորդներ, ուզում եմ այսպիսի սպիտակաձավարով ցանեմ։ Տեսնենք սա ոնց կծլի, տարբերությունը տեսնենք իսկական ցորենի եւ այս սպիտակաձավարի տարբերությունը։ Այս մեկն էլ ջրեմ։ Հարգելիներս, նաև կարող եք առանց բամբակի ծլեցնել, շատ հեշտությամբ ծլում է։ Դա ես իմ փորձից եմ ասում։ Ջրելուց հետո մի հատ էլ այսպես ձեռքով հարթացնենք ցորենը, որ խոնավ է, բամբակը արդեն հավասար նստում է։ Սկզբից, որ ցանում եք ցորենը, ջրելուց հարգելիներս, կարող եք ջուրը շատ լցնել։ Կարևորը, որ ինքը ծլի։ Ծլելուց հետո էլ շատ ջուր հարկավոր չէ։ Ամեն օր ջրում ենք, բայց ոչ թե շատ։ Իսկ հիմա այս պահին, որ ես ցորենը ցանել եմ, ես լցնում եմ ջուրը, որովհետև հենց ջուրն է իրան ծլեցնում։ Բամբակից խոնավությունը անցնում է ցորենին։
Սա էլ ստե։ Սա էլ ձեռքով դզենք։ Դե սա այսօր կմնա այստեղ, առավոտյան օր կդնեմ ես լուսավոր տեղ, հարգելիներս։ Հարգելիներս, դե այսքանով ավարտեցի իմ այսօրվա փոքրիկ տեսահոլովակը եւ բարի գիշեր բոլորիդ, հարգելիներս, բարի եւ խաղաղ գիշեր։